Տիկին Ղազարյան, մի քանի օր առաջ օրենքի նախագիծը տպեցի, կայքից վերցրեցի, կային հիմնավորումներ, հիմա նայում եմ նիստի օրակարգում կցված նախագիծը հիմնավորումները չկան, մեկ։ Երկրորդը, ավանդաբար նման կարևոր հարցերում փորձագիտական, ազգային ժողովի փորձագիտական գրասենյակի կարծիքը խիստ կարևոր է եւ եղել են դեպքեր, որ այդ գրասենյակի կարծիքի հիման վրա ազգային ժողովը լրիվ այլ որոշում է կայացրել։ Դիմել եք արդյոք, ստացել եք կամ ինչու չեք դիմել։ Եվ պրակտիկ հարց տամ։ Այս օրենքը ընդունվեց։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որ մեր երկրի պատիվը բարձր են պահում, լեգիոներ են, տարվա մեծ մասը Հայաստանում չեն ապրում։ Հայաստանի շախմատի հավաքականի շախմատիստներ, որոնք Եվրոպայի թիմային առաջնություններ կան, շատ հաճախ երկար ժամանակ Հայաստանից դուրս են։ Որտեղ են տեղավորվում, այսինքն Հայաստանի ազգային հավաքականի անդամներին, որ մեր երկրի պատիվն են պահում, ո՞նց ենք զրկում քվեարկելու իրավունքի։ Շնորհակալ եմ պարոն Մանուկյան հարցի համար։ Տեսեք, պարոն Մանուկյան, քննարկումների ընթացքում էլի եմ ասում, մենք բացառություններ սահմանված է եղել թե ընտրվողների եւ թե ընտրողների վերաբերյալ, եւ այդ բացառությունները եղել են երկուսը, հանրային ծառայության հիմքով արտերկրում գտնվելը եւ նաեւ երկրորդը եղել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ, սակայն նոր լրամշակված տարբերակում ներառվել են նաեւ դիվանագիտական եւ հպատոսական ներկայացուցիչները, նրանց ընտանիքի անդամների երկրից բացակայելու հիմքով բացառությունը։ Սակայն մենք միշտ ենք քննարկել, որ մենք կարող ենք, եթե հիշում եք, նախնական բանով նախագծի դրված էր, որ վերջին 1 տարում 6 ամիս Հայաստանի Հանրապետությունում մշտական գտնվել է։ Սակայն հետագայում քննարկումների արդյունքում եկանք այն հետևությամբ, հաշվի առնելով շատ հանգամանքներ, այդ թվում նաև մարդկանց արտագնա աշխատանքի մեկնելու հանգամանքը, որը որ կարող է 6 ամսից եւ ավել տևել եւ այլն, որոշեցինք այդ ժամանակը էլ ավելի մեծ տիրույթ սահմանել, այսինքն վերջին 2 տարում 1 տարի Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու հանգամանքը։ Ինչպես նաև բացառությունների շարքում։ Ես երեք հանձնաժողովի նիստում էլ ասեցի, բավականին շատ առաջարկներ նաև հնչում են, օրինակ առողջական հիմքով բացակայելը, բայց ես կարծում եմ, որ նման հանգամանքներով պայմանավորված մարդիկ կարող են գան դիմել եւ վերականգնվել ընտրական ցուցակներում, այսինքն երբ որ հիմքը լինի իրավական, արդեն կընդգրկվեն ցուցակներում։ Արձագանք։ Տիկին Ղազարյան, ես աշխատում եմ որևէ խոշոր Հայաստանում հարկ վճարող ընկերության պայմանական ասեմ, Մոսկվայի գրասենյակում եւ Հայաստանում 1 ամիս եմ լինի։ Մի խանգարեք։ Ինչ ուրախացած։ Կոնկրետ օրինակով ենք ցույց տալիս, թե ձեր նախագիծ ինչ բոբիկ է։ Հիմա գալիս է քաղաքացին, այստեղ ասում է, գիտեք, քանի որ SS հանգամանքներն, ով է որոշում այդ բացառությունների կարգը, երբ ձեր նախագծում բացառություն չկա։ Այսինքն դուք ամբողջությամբ դարձնում եք դա կամայական, ամեն Հայաստանի քաղաքացու ընտրական իրավունքի հարցը ոչ թե օրենքն է որոշում, այլ որևէ X գրասենյակում նստած որևէ մեկը փոխեք նախագիծ, ասեք ով ԿՊ-ին քվեարկում է, իրավունք ունի քվեարկելու։ Պարոն Մանուկյան, շատ լավ գիտեք, որ նման միտում չունի նախագիծը, այլ նախագծի հիմնական նպատակն է այն անձինք, ովքեր ապրում են Հայաստանի Հանրապետությունում եւ իրենց կենսական շահերը բացառապես գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, այդ մարդիկ ունենան իրավունք ընտրելու եւ հետո այդ ընտրած իշխանության հետևանքները կրելու հնարավորություն։